Բարի գալուս Civilnet, մինչ հարցազրույցին անցնելը, ինչպես միշտ խնդրում ենք ձեզ բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին, տարածել այս տեսանյութը սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև օգնել մեզ ձեր լայքերով եւ մեկնաբանություններով, որպեսզի բարձրանա մեր դիտելիությունը սոցիալական ցանցերում։ Ինչպես նաև, եթե գնահատում եք անկախ լրագրությունը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքեջ եւ սեղմել donate կոճակը։ Շատ շնորհակալ ենք նաև նրանց, ովքեր դա արել են։ Իսկ իմ հյուրը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Բաբայան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Վերջին այս անցնող շաբաթը, որը կարծես նախորդ շաբաթվա շարունակությունը պետք է լիներ այն առումով, որ նախորդ շաբաթ հայտարարվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին, կարծես թե դրա շարունակությունը պետք է լիներ այն իմաստով, որ պետք է կողմերը արդեն քննարկեին ժամկետները ստորագրման այդ տեքստի, խաղաղության պայմանագրի, բայց այս շաբաթը մենք տեսանք ընդհանրապես ուրիշ բան։ Ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում էր պրես ռելիզներով, որ հայկական կողմը իբր կրակում է իրենց դիրքերի ուղղությամբ սահմանին, հայկական կողմն էլ իդեմս պաշտպանության նախարարության, հետո արդեն կառավարության, վարչապետի, արտգործնախարարության հերքում էին եւ խոսում էին նրա մասին, որ պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ասացեք, խնդրեմ, ինչ է տեղի ունենում եւ ինչու են տարբեր լեզուներով խոսում Բաքուն եւ Երևանը եւ արդյոք այս համաձայնեցված տեքստը կստորագրվի կամ արդյոք Ադրբեջանը նոր էսկալացիայի հող է նախապատրաստում։ Առաջի հերթին ես համարում եմ, որ տեքստը ստորագրվի, չստորագրվի ոչինչ չի տալիս մեզ, ոչ էլ ադրբեջանական կողմին։ Խնդիրը նա է, որ մենք մի ստորակետ, մի բառակապակցություն բաց ենք թողում, ու չենք ուզում ձևակերպում միջև վերջանենք։ Այո, տեքստը պատրաստել են մի պայմանով, որ հայկական կողմը պետք է կոնկրետ սահմանադրության փոփոխման խնդիրը, սահմանազատումը եւ այլ հարցեր հետ կանչումը միջազգային դատարանից եւ ամբողջը կատարվի նոր այդ փաստաթուղթը ստորագրեն խաղաղության կոչված փաստաթուղթը։ Մերոնք դա չեն ասում ինչ են պայմանավորվել կուլիսներում, որ քայլից հետո պիտի անեն, մերոնք խոսում են, որ մենք պատրաստ ենք ստորագրելու։ Իրանք չեն ասում մենք պատրաստ չենք։ Իրանք ասում են այն ինչ որ պայմանավորվել ենք այդ կետերն էլ արեք, հետո կխոսենք դրա մասին։ Դա կուլիսային պայմանավորվածություն է եղել, թե Ադրբեջանը դրել է այդ պահանջը, մերոնք բան չեն ասել դրան օրինակ։ Կուլիսային պայմանավորվածություն է, որտեղ որ մեր վարչապետը Հայաստանի Հանրապետության հայտարարում է, որ մենք սահմանադրությունը պիտի փոխենք եւ այլ, ու ձևակերպումները այն ինչ որ Ադրբեջանը հիմի ասում է պահանջել ենք, մերոնք արդեն դա ընդունել են։ Այո, նրանք պահանջել են, մերոնք ընդունել են հիմի։ Մերոնք ուզում են ցույց տան, որ դա Ադրբեջանի պահանջով չեն անում, այլ մեր օրակարգն է դա։ Մենք ենք անում։ Այս խաղը արդեն ասենց ասեմ, էլի ձևական ամոթ է, էլի վերջնալ ժողովրդին չի կարելի ապոշի տեղ դնել։ Այո, դուք պայմանավորվել եք, այո, դուք խոստացել եք, այո, դուք ասել եք, որ պիտի անեք։ Եվ այսօր ավելին ասեմ, մեծ հանցագործություն է կատարվում, որ մեր սահմանները փոխվում է, այդ նույն պայմանագրով մենք խոսում ենք, սահմանները փոխվում է, բայց մենք դրա մասին չենք բարձրաձայնում, հա, չենք ասում, որ Հայաստանի Հանրապետության Սովետ Միության կազմի մեջ մտնելով Հայաստանը ունեցել է 30,948 քառակուսի կիլոմետր, այսօր ասին 29,800 քանի է, հիմա դարել է 29,748 եւ այլն, սահմանա չէ փոխվել։ Ադրբեջանը մտել է մեր տարածքը եւ սովետի ժամանակ այն որոշումներով, ձևական այդ խնդիրներով մենք կորցրել ենք տարածքներ։ Իսկ դա, որ իմանաք, 1200 քանի քառակուսի կիլոմետր տարածք է։ Մենք Ղարաբաղը 4400 քառակուսի կիլոմետրի համար մենք 13,000 զոհ ենք տվել ընդհանուր առմամբ, հա, եւ մարդիկ այդքան տուն տեղ են կորցրել բան։ Մենք հիմա 1200 քառակուսի կիլոմետրը ուղղակի տալիս ենք Ադրբեջանին ձեն չանելով, չխոսելով։ 95 թվականին սահմանադրությունը, որ ընդունել ենք, մեջը հստակ գրված է Սովետ Միության տարածքներով հայկական պետության։ Որն է այդ Սովետ Միության տարածքը։
վերջի անգամ արել են 30-ական թվականներին, երբ որ սահմանազատում են արել հանրապետությունների մեջ եւ սովետական ատլաս գրքում տպել են, հրատարակել են բոլոր հանրապետությունների տարածքները։ Վերցրեք նայեք ինչ տարածքներ են մեր գրված։ Դրանով էլ առաջնորդվեք, երբ որ մենք ասում ենք վկայական չունենք, այդ է ձեր վկայականը։ Հիմա դուք կատարում եք հանցագործություն, եթե մեր իրավաբանները դատի տան սահմանադրական դատարան եւ հիմնավորում փորձեն ստանան, դա այսօրվա գործող իշխանություն կատարում է հանցագործություն։ Շրջանցելով, ձևակերպելով ինչ նշանակում 91, 95 թիվ, դες բան չկա, ոչ 95-ին են սահմանազատում արել, ոչ 91-ին։ Դե իշխանությունները սահմանազատման գործընթացը եւ սահմանագծման գործընթացը կարծես անում էին 74-ից 78 թվականների այդ քարտեզներով։ 74-75 թվականներին Հայաստանի Հանրապետությունը սահմանազատում չի անցել։ Քարտեզներ են գծվել։ Քարտեզը գծված եղել է։ Ասենք որոշումներով, որ մի ամբողջ պետության ներսում այս չոբանը, այս տարածքը տվել են որպես իրանց արոտավար, հա, դուք դրա մասին եք խոսում։ Իսկ սահմանազատումը եղել է 25-26 մինչև 30-ական թվին արդեն հրապարակվել է, մինչև 29 թիվը։ Հասկանում եք, ուրիշ սահմանազատում չի եղել։ Այսինքն մեր իրական վկայականը, ոնց որ իրանք են ասում, այդ վկայականը հենց այդ է։ Ուրիշ վկայական գոյություն չունի։ Բաբայան, հիմա Ադրբեջանը որ պարբերաբար հայտնում է էսկալացիաների մասին, նպատակը ո՞րն է, վախեցնել հայկական կողմին, որ գնան ել ավելի զիջումների եւ անեն այդ նախապայմանները, որ իրենք դրել են Մինսկի խմբի համանախագահների համանախագահության ապամոնտաժում, այսպես ասած, սահմանադրության փոփոխություն, բայց ադրբեջանական պահանջները չեն ավարտվում, դրան գումարվում է, հետո ասում են ձեր ռևանշիստական տրամադրությունները մեզ դուր չեն գալիս ձեր երկրում, հետո ասում են, բան դուք զինվում եք, ոնց որ այդ զենքերը պետք է հետ ուղարկեք, որովհետև մենք վախենում ենք, որ կարող է մի օր հարձակվեք մեր վրա, վտանգ ենք զգում։ Ուղղված են նրան, որպեսզի մենք գոհ լինենք, որ գոնե այս բանը կա, այսպես ասած խաղաղության պայմանագիրը կա, թե որ իրենց նախապայմաններ իրականացնենք, կամ իսկապես բան ունեն, չգիտեմ, նպատակ եւ պլան ունեն էսկալացիայի գնալ։ Ես չեմ գտնում, որ պատերազմի մեր հետ պատերազմելու իրաց պլան ունեն, ես գտնում եմ, որ իրենք պլան ունեն մի այլ խոշոր պատերազմի Թուրքիայի հետ միասին իրանց սահմանները պաշտպանելու եւ լուրջ տարածաշրջանում փոփոխություն անելու, դա կլինի Իրանի Իսլամական Հանրապետության հետ, դա կլինի Կենտրոնական Ասիա Ռուսաստանից պաշտպանվելու համար եւ այլ, որ դա պատրաստում են իրանք օրեցօր ակտիվանալու են մեր տարածաշրջանում Ադրբեջան, Թուրքիա եւ դա բերելու են մինչեւ 28-29 թվականին արդեն իրա, ասենք ասենք, գրեվելու է վերջնական, սա ճանապարհը, որը անցնելու է։ Թուրքիայի հետ մեծ պատերազմի են նախապատրաստվում։ Ոչ թե պատրաստում են պաշտպանելու եւ Ադրբեջան, Թուրքիա, Իրանի հետ կամ բան, դա լուրջ խնդիրներ է, դրա մասին եմ ես միշտ խոսում, ասում եմ մի փորձեք մարդիկ կան, չէ, որ ասում են մեղրի պաշտպանության համար Իրանը կարազորք մտցնի եւ այլ, ասում եմ դա տարածաշրջանը ամբողջովին պատերազմ եք, տանում եք պատերազմի, մի պահ պատկերացրեք Իրան, Կենտրոնական Ասիա, Ադրբեջան, Թուրքիա, Իսրայել եւ ինչու ոչ Ռուսաստան ու մեր վիճակը, որ մտածեն մարդիկ խոսելուց առաջ, գիտեք ինչքան լավ կլինի։ Նման բան պետք է ամեն ինչ անել, որ նորմալ մենք կարող ենք ինքնուրույն մեր խնդիրները լուծել։ Ինչ վերաբերում է ձեր ուղիղ հարցին, Ադրբեջանը ինչ է ուզում ի վերջո։ Ադրբեջանը տեսնում է, որ մենք բարձրաձայնում է իրաց նախագահան, ասում է հայկական կողմին չեմ հավատում։ Սրանով ամեն ինչ ասում է։ Ինչ է ասում։ Ասում է, որ կուլիսներում ես ու դու խոսացինք, ասեցիր, հա։ Հիմա գնացել ես ասել, հիմա ելատեք հայտարարում ես, որ թուղթը պատրաստ է, թուղթը հա պատրաստ է, բայց դու խոստացել ես, չէ՞, ինչ անես։ Ես չեմ հավատում ձեզ։ Արեք, որ հավատամ։ Բարձ ասում է ձեզ։ Դուք ասում եք, չէ, չենք լսում, լավ չի ասում։ Որտեւ այն ինչ որ կուլիսներում խոսում եք, ձեզ թվում է խոսեցիք, մոռացաք։ Չէ։
Ժամանակին եմի իշխանությունն էլ տենց արել, մի անգամ ես ասացի, ձեր սխալագրությունները հանեք, ձեր բանակցությունների հասկանանք, ինչից եք խոսում ընդհանրապես։ Այդ դրա մասին եմ ասում, խնդիրը նա է, որ Ադրբեջանը ուզում է մաքսիմալ ստանա, Իրան այսօր պետք չի, ասենք ասենք, այդ խաղաղության փաստաթուղթը այսօր պետք չի։ Վաղ կարող է պետք գա։ Այսօր պետք չի, ինքը վիժեցնելու է ամեն ձևի, հա, ասենք, փորձելու է տարբեր ձեր ասած պատճառները դնի, որ այս միջազգային դատարանից հետ կանչենք, OBS-ն պետքա լուծարվի, այս մեկը պետքա սենց անվի, սահմանադրությունը պիտի փոխվի, մյուսը պիտի սա եւ տեն շարունակելու այնքան ժամանակ, մինչեւ ինքը իր խնդիրները լուծի։ Ինչա կատարում, մենք տարածաշրջանը բոլորս տեսնում ենք, որ ոչ չգիտի ուր է գնում այս տարածաշրջանը, ինչ ուղղությամբ, դեպի արևմուտք կա զարգանալու, թե մնալու է Ռուսաստանի ազդեցության տակ, ինչ է լինելու եւ ինքը այս պաուզան վերցրել է, ես կներեք հայկական կողմն էլ Իրան ընտրություն ապել, այդ թուղթը վերցրել է, անգել հետևից ասում է ստորագրի, որ հաղթեմ ընտրություններում։ 2026-ի ընտրությունների։ Իհարկե, այդ սա էտա ուրիշ բան չկա։ Ադրբեջանը չի ուզում ստորագրի, թող չստորագրի, եւ պատրաստ կլինի կգա ստորագրության։ Մենք մեր պետությունը զարգանալու համար մեր կոմունիկացիաները, մեր ճանապարհները, երկաթուղին, օդանավակայանը, որ մենք դառնանք խաբ այս տարածքում, ասենք Գյումրիում օդանավակայան մեծ գուրզավոր ստեղծել, որտեղ բեռների իշնի եւ այլ, այդ ճանապարհները կառուցել, այդ երկաթուղիները կառուցել։ Մենք տվել ենք 25 տարով Ռուսաստանի երկաթուղի, որ այսօր պետք է բանակցենք այդ երկաթուղին կառուցենք մինչև Մեղրի, իրանց ուժերով, որտեղ հենց իրանց էլ է պետք վաղ Ադրբեջանի հետ լուրջ խնդրեմ են ունենալու, Վրաստանով, Հայաստանով, որ դուրս գան Պերսիցկի զալիվ, իրանց բեռնափոխադրումները անեն եւ այլն եւ այլն եւ այլն։ Սա լուրջ հարցեր է, որ պետք է զբաղվենք, առանց կենտրոնանալու Ադրբեջանը ինչ է ասում, մեր իգնորում մեր քաղաքականությունը վարել բոլոր ուղղություններով։ Իսկ պետք է սովորել ապրել առանց խաղաղության պայմանագրի կոպիտ։ Այո, խաղաղության պայմանագիրը կներեք խնդրելով, փաստաթուղթ ստորագրելով չի։ Իրարից ես ու դու պետք է կախվածություն ունենանք, իրար շահեր փորձենք պաշտպանենք, որ մենք էլ զարգանանք, դուք էլ։ Ես բազմիցս մեր հասարակությանը ասել եմ, որ Ադրբեջանը եւ Վրաստանը հրճակել են իրենց տրանզիտ երկիր։ Հրճակել են, այդ մարդիկ ուրիշ բան չունի։ Մեկը նավթ գազ ունի ու տրանզիտ երկիր է ուզում, ամբողջ կենտրոնական Ասիա, Չինաստանով, Ռուսաստանով, որ Իրանով գան, դուրս գան, այդ դրանով իր պետությունը պահի զարգացնի, նույնն Վրաստանն է։ Հիմա մենք դրանից բացի Թուրքիան էլ է այդ նույն Թուրքիան մի քիչ ավելի է խոր գնացել, խաբել է ստեղծում, մի քանի խաբ, բացահատիկի, նավթի, գազի։ Հիմա պետք է մեզանով անցնել։ Ամենակարճ ճանապարհը մենք ենք, հա։ Մենք էլ ոչ մի բան չենք անում, խցանում ենք արել ու մենք ասում ենք այս հարևանը չնեղանա, մի հարևանը չնեղանա, մեկի փորն ացավալու, այս մեկը էս անել, ժողովուրդ։ Խելք ստիպում, որ ձեր ուժով ձեր հետ այդ հարցերը լուծեն։ Հետո էլ ասեք ով է մեղավոր։ Դե լավ, գոնե բանակ պատրաստեք։ Հիմա ոչ են անում, ոչ են, բայց հույսները դրել եք էլի հարևանի վրա։ Պարոն Բաբայան, ես այդ էի ուզում ճիշտ ասած հասկանալ եւ հարցնել։ Տեսեք, Ադրբեջանը թեպետ վերջնական պայմանավորվածություններ, չգիտեմ, ապաշրջափակման եւ այլնի հետ չկա, հայկական կողմի հետ գոնե փաստաթուղթ չկա, չգիտեմ։ Ադրբեջանը ճանապարհ է կառուցում դեպի Հայաստանի սահման։ Երկաթուղի է կառուցում, չգիտեմ, ավտոմոբիլային ճանապարհների ցանց է ստեղծում Լեռնային Ղարաբաղում հիմա։ Հայկական կողմը եւս ասում է, որ մենք պատրաստ ենք ապաշրջափակման, բայց ոչ մի ճանապարհ դեպի Ադրբեջանի սահման, ինքնատուրեմ հատկապես երկաթուղի չի կառուցվում։ Լավ, ի՞նչ է խնդիրը, սկսենք, բայց ինչու կարելի է, չէ՞, կառուցել, ասել մենք էլ ենք գործանում, կպայմանավորվենք հենց գա ժամանակը, կպայմանավորվենք։ Հիմա ոչ այն է արվում, ոչ պայմանավորվում է, որ հարցնում ես, ասում են, գիտեք, պետք է մեծ գումարներ ծախսենք, պետք է հասկանանք հստակ որտեղից ինչ ենք բացում, որ այդ գումարները սկսենք ծախսել։ Նայեք, դրանք ովքեր ասում են դիլետանտներ են, դրանք իրավունք չունեն պետության ապարատում աշխատել, որովհետեւ պաշտոն զբաղեցնել, փորձեն բացատրել, ինչի եմ տենց ասում։ Մենք
Կենտրոնական Ասիա, Չինաստան իր բեռնափոխադրումը պետք է անցնի Սև ծով, Մեջիկական ծով, Եվրոպա եւ այլ եւ այլ։ Մենք հաշվում ենք Կասպիան ավազանից մեր ճանապարհները դեպի Թուրքիա, որտեղ ասենք իրան ձեռնատուը գա Սև ծովում բեռնափոխադրումը նավը բարձի հետո գնա, թե իրան պետքա մեր տարածքով անցնի, հասնի Մեջիկական ծով, դեղ բարձի հետո գնա, բան, սա հաշվարկումներ է, մասնագետները պետք է նստեն հաշվարկեն, դրանով իսկ կողմնորոշվեն մեր ճանապարհները որտեղով պետք է լինի եւ ինչ մակարդակի ճանապարհ եւ դրա թողունակությունը ինչ ցավալների պետք է հասնի եւ այլն եւ դրանից հետո սկսել այդ կառուցումը։ Ինչ վերաբերում է ֆինանսների հարցը եւ Եվրոպան եւ ԱՄՆ-ն միջանցքից բազմիցս խոսել են եւ իրանք ներկայացրել են, որ իրանք պատրաստ են Կենտրոնական Ասիան դուրս բերել ռուսական ազդեցությունից եւ Կովկասը, դրա համար ճանապարհների վրա 10 միլիարդ Եվրոպան հատկացրել գումարներ, որոնց ծրագրերով կարելի է օգտվել եւ կարելի է բանակցել, որ Հայաստանը ունենալով միջպետական պարտքեր եւ ներքին պարտքեր 6 միլիարդ մոտորապես արտաքին պարտնա, ներքինն էլ մի այդքան էլ ներքին է, մի բան ավել, 12 միլիարդ պարտքույն նա չի կարա իրան թույլ տա մի քանի միլիարդ դոլար տնի կամ բան ճանապարհների կառուցի։ Դրա համար դիմում է այդ եթե իրոք նրանք ցանկանում են դա դուրս բերեն այդ խնդիրի լուծման։ Մեկ խնդիր, երկրորդը չինական կողմը այսօր պատրաստ է երկարաժամկետ 50 տարով շատ փոքր տոկոսով, ասենք այդ գումարները եւ այդ ճանապարհները պատվիրել իրանց կառուցեն, դա էլ կարելի է բանակցել, ստանալ այդ ամբողջը։ Բայց որ պիտի անենք միասին, դա փաստ է, որ պետք է մեր պետությունը միայն ճանապարհներով եւ բոլոր այդ հնարավորություններով դեպքում զարգանալու, ապագա ունենալու, սա էլ է փաստ։ Մի ուզում ենք անենք, թե չէ։ Սա մասի խոսեք։ Մենք պետք չի Ադրբեջանին ասենք, գիտեք, դուք ուզում եք այս ճանապարհը, թե չեք ուզում։ Մենք ճանապարհը կառուցում ենք, սկաները դնում ենք, մենք ավտոմատացնում ենք ամբողջը, մեր սահմանապահները կաղնում են եւ ցանկանանք կբացենք, կաշխատենք։ Մենք իրանցով կանցնենք, իրանք մեզանով։ Մեզ չեն թողի իրանցով անցնել, ուրեմն իրանք էլ չեն անցնի։ Ձեզ կարող են հակադարձել, ասելով, որ օրինակ տեսեք, Մարգարան ամբողջությամբ դեպի Թուրքիա տանող ճանապարհը եւ անցագերտը ամբողջությամբ վերակառուցված եւ պատրաստ է աշխատանքի, բայց Թուրքիան հետաքրքրություն չի ցուցաբերում։ Ասեմ, Թուրքիան, որտեղ ձեզ երբ որ ես դեռ 2009 թվականին բոլոր ելույթները կարող բարձրացնենք, նայեք, երբ որ Շվեյցարիայում հայկական կողմը ստորագրեց, որ Մարգարայի կամուրջը բացում են, մեկ անձը ես բարձրաձայնել եմ, որ դուք դա չեք տեսնելու, Ղարաբաղը նվիրեք Ադրբեջանին, որ դա ստանաք։ Վերցրեք նայեք իմ հարցազրույցները։ Դուք ասին պայմանավորվածություն չկա տես, դա սուտ է, դա կեղծիք է եւ այլ, հետո մի տարուց հետո նույն նետասողը հելավ հերոստատեսությունով ասես պայմաններ են դնում Ղարաբաղի հարցում։ Ճիշտ է։ Հիմի դուք եք մոռանում, որ Ադրբեջանը այսօր գազ է մատակարարում Թուրքիային 5 միլիարդից ավել, նավթ մատակարարում, տրանզիտ նավթը գազը դեղով է տանում, ճանապարհները այսօր Կենտրոնական Ասիա ամբողջ ուզում է դրա համար ստեղծի իր հնարավորությունները որպես կամուրջ ամբողջ Իրանով գնա Թուրքիա եւ Թուրքիան դառնա խապ զարգացած երկիր։ Հիմի Թուրքիան խի պետք է այս 3 միլիոնի համար ժերտվա գնա այդ ամենից են գնելու զրկվելու համար։ Խելքից մոտիկ եք ասում։ Իհարկե ոչ։ Իհարկե դա համար ես 2 օր առաջ խոսեցի, երեկ էլ Թուրքիայի Էրդողանի խորհրդականը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ հայկական կողմը ինչքան էլ ասի ես պատրաստ եմ, Ադրբեջանի հետ հարցերը լուծի հետո, չէ՞, բարձ ասում։ Այն կողմից պիտի ճանապարհները բացվեն, որ հետո այս կողմից բացվեն։ Բարձ ասում են։ Դրա համար մենք որ չխորանանք այդ Ադրբեջանի ինչ խնդիրներ ունի, ինչ ա լուծում, մենք մեր ճանապարհները կառուցենք բոլոր առումներով։ Երկաթուղի ճանապարհ ուղակի Գուրզավոյ ասենք դեղ օթանավակայան Գյումրիում եւ այլ եւ կառուցողները օրինակ դա փող դնողներ կան, մանձերին կան, որոնք
ցանկանում են կառուցեն, տես չի որ սա պետքա պետական բյուջեն լինի հիմի եւ Իրանի իսլամական պետությունից միջև Սևծով, հա մենք դրանով պետքա զբաղվենք, եթե ֆինանսների հարց ունենք, պիտի լուծումը տանք, գտնենք, ոնց ենք անում, դրանից հետո ես վստահեցնում եմ Ադրբեջանի ինքը իրան համաձայնվելու է այն պայմաններին, որը դուք ասում եք, դեռ ավելին ինքը պետք է ընդունի 25-26 թվի քարտեզը, սահմանազատումը, փաստ ու դրանով առաջնորդի, որ իր համար այդ ճանապարհները տաս։ Մի քիչ Հավանական չի։ Ֆանտաստիկ սցենար է։ Չէ, ֆանտաստիկա, ասեմ ձեր համար խիա ֆանտաստիկ։ Գիտեք ինչի եմ ասում, որովհետև եթե խնդիրը միայն նրա մեջ է, որ մենք ճանապարհները չենք պատրաստում, դրա համար չի ստացվում։ Ճանապարհների համար փող ներգրավելու համար պետք է այդ քաղաքական պայմանավորվածությունները լինեն, որ այդ ճանապարհները կբացվեն։ Ոչ մեկ այստեղ գումար չի ներդնի, եթե դրանք չեն աշխատելու։ Լավ, փորձեմ ուրիշ ձևակերպեմ։ Մենք տեսնում ենք լարվածությունը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև օրեցօր գնում է առաջ եւ այն օրը 2 օր առաջ Լուկաշենկո եւ Տաջիկստանը միջնորդ դառան, այդ խոսակցություն տևեց Ծելեմոստարին եւ այլ։ Սա բերում է քեզ նրան, որ Ադրբեջանը գալու է մի փուլ, որ այդ ճանապարհը իր համար օդի ջրի պես պետք է լինելու։ Դա մար ասում եմ, դու զբաղվի քեզանով վստահ եմ տնային աշխատանքները իրանք կարող է մի օր այսօր որ դու իր հետևից վազում ես թուղթը ձեռը դասում ես ստորագրի ինքը չի անում չէ ես քեզ վստահեցնում եմ դու դրանով զբաղվի մի առ ժամանակ հետո ինքն այդ թուղթը ձեռի հետևից տնելու որ դու ստորագրես Պարոն Բաբայան էսկալացիայի մասին խոսեցիք, այսինքն բանակի մասին խոսեցիք, ասեք գոնե բանակը կառուցեք, որպեսզի պատրաստ լինեք էսկալացիայի, հա։ Այս ընթացքում, չգիտեմ, բանակի վերափոխման ծրագիր է ընդունվել, որոշակի բարեփոխումներ են իրականացվել։ Ձեր կարծիք կուզեի իմանալ, արդյոք իրականացվել են թե ոչ։ Սահմանային որոշակի ամրաշինական աշխատանքներ են իրականացվում։ Բանակը պատրաստ է Ադրբեջանի հետ այսօր, եթե համադրենք պոտենցիալները լայնամասշտաբ էսկալացիայի, թե ոչ։ Իհարկե ոչ թե Ադրբեջանը չի պատրաստում լայնամասշտաբ պատերազմանի քո հետ որ դու պատրաստ լինես կամ չէ, բայց որ բանակը մեր պատրաստ չի եւ ես նորություն չեմ ասի ինչա կատարում բանակում, այդ ռեֆորմը դուք գիտեք ոնց եք պատկերացնում, ասենք որ տեխնիկան առել եք, ասենք լավ կամերեք ունեք, ամեն ինչ առել եք, կազմաշին ունեք, բայց աշխատողները չկան։ Ճիշտ օգտագործող այդ նոր տեխնիկան չկան։ Դուք համարում եք, որ ձեր ստուդիա ունեք, լավ, իհարկե ոչ։ Այսինքն նույնն էլ բանակն է։ Հիմա երբ որ մենք ասում ենք ռեֆորմա գնում, ինչ ռեֆորմ եք տեսել, ասենք ինչ են փոխել։ Ինչ են արել, էլի կարակ ասենք տարել են սպաներին կրթել բարձր մակարդակ ապահովել հիմի այդ բարձր մակարդակի վրա նոր կառույց են ստեղծում եւ դրան զենքով ապահովում, թե ինչ նկատի ունեք դուք։ Հա? Կամ ասենք երեք իրանց անօթաչու սարքերը եւ այլն մեր տարածք են մտնում, թռնում են, այսօր էլ նույնը անում են։ Ինչ եք փոխել, էլի ուզում եմ հասկանամ դուք, երբ որ ռեֆորմ եք ասում, ինչի մասին եք խոսում։ Ժողովուրդ, ոչ մի բան չեն արել, ես չեմ ուզում անընդհատ խոսեմ, որովհետեւ ես որ խոսում եմ գործող իշխանությունը կամ նրան սատելիտները բանը լավ չեն ընկալում, լավ չեն հասկանում եւ լավ չեն ընդունում, հետո ճշմարտությունը վատա էլի դառնա։ Ոչ բան չեն անում, չեն էլ կարա։ Պետք է ասել, որքան էլ դառը։ Չէ, մակարդակ չկա, այդ մակարդակը, որը որ պիտի այդ բարձունքի վրա բանակը կառուցվի, այդ սպայական կազմը, այդ մասնագետները չկան։ Եվ իրանց ոչ մեկ չի պատրաստում։ Այն դիլետանտի, որ կուղարկենք Ֆրանսիա, Ռուսաստան, Ամերիկա, բան, թվացյալ բոլորիդ, որ դեղ խելոքներն են։ Այդ տեսնում եք Ուկրաինա, Ռուսաստան, խի են դենց կռվում։ Հրթիռավ, բեսպիլոտնիկա բանա, սպայական կազմի մակարդակը զորական է։ Եվ ամբողջ Ուկրաինայում եւ Ռուսաստանում։ Այո, եւ ամբողջ արևմուտքն անդեղ եւ էլի չի կարող, որ դեղ տես չի։ Չեմ ուզում շատ խոր ուրիշների մասին կարծիք արտահայտեմ, ես նայում եմ
մասնագետի աշկերով այն դաշտերը սաղ վարել են սնարյադով, հրտիռով, բայց առաջխաղացում դանդաղ չկա կամ հա դա խոսում է որ ստրատեգիցկի վերլուծություն, ռազմավարություն, համագործակցություն, օդը, հետախուզությունը բոլորը միասին չեն աշխատում կամ մի շարք այլ խնդիրներ կա, որ տակտիկան պետք է փոխվի, իրանք օրեկան տանկ են ռեմոնտ անում, ԲՄՊ եւ այլ տեխնիկա տանում առաջի գից խփում է հետ բերում բան, մի խոսքով դա մի այլ խնդիր է, պետք է ամբողջը հետևակը անի, հետևակի օդը պաշտպանվի։ Նայեք, այսօր ռուսական կողմը չի կարող Ուկրաինայի օդը մտնի, ասենք իր ինքնաթիռները բան դժվար է, չեն կարող, խփվում են, բայց խոսում են հրթիռային համակարգ ունեն, որ 2000 կիլոմետր խփում է, որ կարող օդանավի վրա գախի ու հեռվից իր սաղ հակաօդային կոորդինացման աշխատանքներ բան, ես համարում եմ զրոյականի վրա է, այն ինչ որ ես տեսնում եմ, եւ մենոնք էլ նույն ձևի այն հնուց եկած, տենց մթամդեղ միտեղ Ֆրանսիայում կամ միտեղ սովորացնում են, ոչ միտեղ ոչ մեկը ոչ մի բան չի սովորացնում, ոչ մի բան չկա, դիլետանտություն է ու իրանք է շարունակում են տենց պայելը, քեզանից լավ քեզ ոչ մեկը չի սովորացնելու, դարամ սենց ասեմ, մոտեցեք այդ հարցին լուրջ, փորձեք, մենք առաջի պատերազմի ժամանակ գեներալ Իվանյանը մեր ամբողջ հրետանին, ամբողջ համալսարանի դասախոսները տարել այնտեղ եւ այդ հրետանու ամբողջ գազմը գրքերով բանով այդ երեխոց բոլորին սովորացրել։ Հակառակ դեպքում մենք հաջողություն չենք ունենալ, եթե այդ հրետանու ազնագազմը նման սովորեր։ Իհարկե, մենք 93 թվին արդեն վուպուսնիկներ էինք տալիս համալսարանում, բանում, ռազմական բանում, ոլորտում, հասկանում եք, դա տենց չի, ոնց որ պատկերացնում են։ Ընթացիկ կարիքները հաշվի առնելով սովորել են։ Իհարկե, մենակ այդ ձև, բայց ես չեմ տեսնում դա տենց դելեգացիան գնաց Հնդկաստան, դելեգացիան գնաց Ֆրանսիա, այս մեկը մեկ դրանով։ Հասկացա։ Պարոն Բաբայան, Արցախի բանակը թեկուզ մինչև 2023 թվականը միշտ համարվել է ամենամարտունակ օղակներից մեկը հայկական բանակի, եթե ոչ ամենամարտունակը։ Հիմա Արցախի բանակը չկա, Պաշտպանության բանակը չկա, Պաշտպանության բանակը Արցախի ժողովրդի հետ տեղափոխվել է Հայաստան։ Դուք ինչ որ տեղեկություն ունեք Պաշտպանության բանակի եւ հայկական բանակի սիներգիայի, չգիտեմ, ինտեգրման մասին, ինչ որ բան կատարվում է, այդ կարևոր կադրեր կային այնտեղ եւ կան, նրանք համալրում են բանակի շարքերը, ինչպես են աշխատում իրենց հետ։ Ես չէի ցանկանա տարանջատեի հայկական բանակ եւ Արցախի, դա թող։ Ես ասում եմ հայկական բանակի կարևոր օղակներից։ Ինքը իրանք պարտավոր էին այդ սպայական կազմը վերցնեին, տանեին դասընթացների եւ ամենամեր թույլ կողմից, Մեղրու շրջանից մինչև Վարդենիս կարողանային կոմպլեկտավորեին եւ անեին այն ինչ որ պիտի անեին դասընթացներ 6 ամսվա պատրաստականություն եւ այլ ոչ բան չեն արել, չեն ընդգրկել, ճիշտ նենց եթե մեկը իր տեսակետը փորձել է արտահայտել, դրան հեռացրել են, չեն պահել, դրանց պետք չի, տարել են բնութել է խեղճ ու կրակ ինչ կա, վերջ ձևակերպել են ցանոթով, ընկերով, էլի բարեկամով, ցանոթներով, ինչպես միշտ։ Հա, իրանք դուրս չեն գա այդ ոչից, չեն կարա դուրս գան։ Սա է իրականությունում կատարում, այո, տեղյակ եմ, որովհետեւ լավ բան չեն արել եւ ես դա տոկոսային կարող եք ասել, որ կամ մասն է ընդգրկվել։ Փորձել եմ մեր իշխանություններին էլ հարցնել, տոկոսային կարելի է 10% մարդ են ընդգրկել, ոչ ավելի։ Ես դա բոլոր տեղերում բացատրել եմ, արտահայտվել եմ, հասկացրել եմ, որ մի արեք տես բան, բայց մի կողմից ասում են, հա, չենք անի, կան չեն հրավիրել են, խոսել են, լսել են այդ սպաներին, բայց դրանից են կողմ չեն գնացել, որտեվ սուտ զեկուցներով կերակրվում են բոլորը։ Ինչը թակավորը ուզում է լսի, նա էլ դու զեկուցում ես։ Դեպի վերև են աշխատում, դեպի ներքև չեն աշխատում, իրանք ունակել չեն ներքև աշխատեն։ Իր լիազորությունների շրջանակում ցանկացած կառույցի ինչ-որ մի խնդիր ես դնում, ասում ես, սա ձեր շրջանակն է, պարտավոր եք դուք դա անեք։
Քեզ ասում այո, զանգում վերևից ասում են մի արավ, всё, էլ չի անում։ Լավ, էլի ձեր մասնագիտական կարծիքն եմ ուզում լսել, քանի որ պատերազմի ժամանակ եք բանակ ղեկավարել։ Մենք ունենք հիմա գոնե մի գեներալ կամ մի քանիսը, որոնք իզորու են, կարող են իրենց մասնագիտական կարողություններով եւ փորձով օրինակ, չգիտեմ, մի դիվիզիայի մակարդակի օպերացիա կազմակերպել։ Մենք ունենք սպաններ, որ հետները եթե մի քիչ աշխատեն, կարան այդ խնդիրները լուծեն։ Կան նման սպաններ։ Մենք գեներալ բառը չօգտագործենք, կան նման սպաններ։ Սպայական կազմում կան, բայց իրանց այնքան ասենց անտեսել են, իրանք հրամանի են սպասում։ Հրաման տվեք, սա անենք, հրաման տվեք, ասենք ինքնուրույն նախաձեռնական չկա, որովհետև պաշտպանության նախարարությունը թույլ չի տալիս այդ հնարավորություն չի տալիս, որ անձը կայանա, իր տեսակետը լսելի դարձնի։ Դրա համար դա լուրջ պրոբլեմա, լուրջ խնդիրներ է, ես չեմ տեսնում այդ մարդիկ, այսօրվա գործող բանակում ես չգիտեմ, չեմ ճանաչում այդ մարդկանց։ Պարոն Բաբայան, եւ վերջին հարցը արդեն կա տեղեկատվություն, որ արցախցիները պատրաստվում են միտինգ անցկացնել, այսինքն արցախների իրավունքների հետ կապված, իրավունքների պաշտպանության հետ կապված այնտեղ կա սոցիալական խնդիրներ, գերիների հարց եւ այլն, ամսի 29-ին, եթե չեմ սխալվում, պետք է հանրահավաք տեղի ունենա։ Արդյոք նախ դուք մասնակցելու եք թե ոչ այդ հանրահավաքին եւ երկրորդը ինչպես եք վերաբերում այդ հիմնական մեսեջներին, որոնք արդեն իսկ ասվում են, թե ինչին պետք է անդրադառնան, ինչ հարցերի պետք է անդրադառնան։ Ես որ անկեղծ լինենք, ես այդ բոլոր կետերը ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, մեր ղեկավարությանը եւ բոլոր այն օղակները տեղյակ են կետ առ կետ այդ խնդիրներից, ասենք սոցիալական հարցեր, մարդուն ասում ես 50,000-ը քո կտրելու եմ ամսի 1-ից, ես դες հարց եմ տալիս, այդ մարդը, հետո մեկն է դուրս է գալիս, ասում է 7000 մարդ աշխատանք ունի, Ղարաբաղից Ղարաբաղից 125,000 մարդ է եկել, 7000 աշխատանք ունի, դա հարց չի լուծում, երկրորդ այդ 7000 աշխատանք ամենաբարձր աշխատավարձը 200-250,000 դրամ է 120-ից, հիմի հարցրեք վարձերը, տան վարձերը ինչքան է, ու դրանով կողմնորոշվեք, կա թե չկա, ասենք այդ 50,000-ները ես ասել եմ, դա բարձրաձայնել եմ, դա մեծ պրոբլեմա առաջացնելու, ոչ թե մենակ արցախցիների, չէ՞ որ այդ արցախցին այդ գումարը ստանում է, ձեր տանը վարձով ապրում է, ձեզ է տալիս այդ գումարը, ես կոչ կանեի, որ այդ հանրահավաքին նրանք ովքեր ցանկանում են, որ ժողովրդի շահերը պաշտպանվի, բոլորը մասնակցեն, այլ ոչ թե արցախցիներ։ Այդ հասկացողությունը արցախցիներ պետք է հանել։ Այո, սոցիալական այդ խավը դժվար վիճակում է, պետք է Հայաստանի պետությունը կարողանար ճիշտ քաղաքականություն վարել, հասարակության մեջ ինտեգրվեին, հնարավորություններ ստեղծել, այդ մարդիկ նորմալ ինտեգրվեին, որ Բաքվից, Սումգայիթից փախածներին բնակարանով պետք է ապահովեին, հետո նոր այդ հարցը որ չթողեն երկրից հեռանան, ոնց որ արել են Բաքվեցիք, Սումգայիցիք, Կիրովաբադցիք, բայց չէ, տեսնում ենք, որ այս գործող իշխանությունը նույնը շարունակում է։ Դրա համար պետք է համախմբված, միասնական, նույնց եմ ասում, միասնական, ոչ թե Ղարաբաղցի հայաստանցի խաղաղ, ով որ գտնում է, որ ճիշտ է, պետք է ժողովուրդը ապրեն ստեղ ու ինտեգրվեն։ Մի մարդու նման դուրս գան ամսի 29-ին եւ պահանջեն այդ խնդիրները լուծեն։ Այդ խնդիրները ոչ թե իրեք, դուք պատկերացրեք, ձեր տուն, տեղ, ամեն ինչ կորցրել ես, եկել ստեղ, նա թող ցանկացած Հայաստանի քաղաքացի պատկերացնի։ Իրան, մի հատ շորով եկել ես մի այլ պետություն։ Ոնց որ դուք եք ասում, չնայած իր համար այլ պետություն չի, բայց տենց եք ասում։ Հիմա այդ մարդը ինչ է անում։ Ինչ անում, դուք հնարավորություն չեք տալիս Արցախի իշխանությունները միջազգային հարթակում խոսեն, շփվեն, պահանջեն, իրանց հարցերը լուծեն, ասում եք դա մենք ենք անում։ Միջազգային դատարան եք դիմել, հիմա ասում եք հետ ենք կանչում նրանց իրավունքները, որտեղ այդ 5 հատ կետը 5 հարցով մի հատ մակում է 4 հատ միջազգային դատարան, բոլոր վերաբերում է Ղարաբաղին։ Լավ, եթե այդ մարդկանց ֆինանսականը կտրում եք, ինչ եք այդ իրավունքը վերցրել ձեր վրա, որ դուք ինչ որ իրանց տեղ պիտի որոշեք։ Ինչ եք անում դա։ Կամ ասենք մեր անվտանգության կանոնադրության մեջ,
մեր Հայաստանի Հանրապետությունը երաշխիք է եղել Արցախի։ Փաստա չէ դա։ Ինքնա չէ հայտարարել, ինքնա հռչակել չէ իրան երաշխավոր։ Հիմի այդ Արցախը, ասենք, քո օգնությամբ են հանձնել։ Դու ես եղել երաշխավորը։ Հիմի այդ Արցախցուն, այդ որ հանձնել ես իր տուն, տեղ, ամեն ինչ, ուզում ես փորձես այդ խնդիրները լուծես, թե ոչ։ Այսինքն այս ամբողջը պետք է շատ լուրջ եւ կարողանալ ձևակերպել փաստաթղթի վրա, նույնիսկ ուղարկել պետության ղեկավարին, մի ամիս ժամանակ տալ, եթե նրանք չեն անում այդ խնդիրը, նրանց հետո քաղաքականացնել, հա, առաջի միտինգ անել սոցիալական բլոկում, ես կոչ եմ անում բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ այդ ժողովրդին պետք է այդ խնդիրները օգնել լուծել, մի մարդու նման դուրս գան հրապարակ, հա, ամսի 29-ին ժամի 3-ին։ Գրավոր ձևակերպել են ամբողջ պահանջները տալ, եթե ոչ, ուրեմն քաղաքականացնել, հետո էլ չասել, որ այս Ղարաբաղցիք եկել են ստե միտինգներ են անում, քաղաքական պահանջներ են դնում։ Մի տարի է չեն դնում, ինչ եք փոխել։ Ոչ մի բան, մի տարի 6 ամիս է, մարդը տան հարցը չեք լուծում, հետո երկու խնդիր կա, որ այնտեղ ծրագրում գրում է, մարդը պետք է երկու խնդիր, որը որ ինքը իրավունք չունի, այս տունը ստացած վաճառի 10 տարի առնվազն, եւ եթե նա արդեն գրանցվել է Հայաստանի Հանրապետություն ուծեկին Հայաստանի Հանրապետության ազնագիր, նա արդեն քաղաքացի է։ Վերջ, այս երկու սկզբունքը մնացած այդ մարդու իրավունքով մի բռնացեք։ Դու ասում ես, ես որոշել եմ այն գեղում պիտի դու ապրես, դու ով ես որ որոշես, այդտեղա։ Ինչ կապ ունի վարչապետ ես, ով ես, ո՞նց ես դու իմ իրավունքին բռնանում։ Դու ով ես։ Չի կարելի այսօր դու ազատ տեղաշարժի իրավունք։ Հա, այս չէ, դե չի կարելի, ասես ես 200 գյուղում պետք է ապրեք։ Այ եթե գնանք դեղ 5 միլիոն ենք տալու, եթե գնանք այդտեղ, չի կարելի այդպես բաներ։ Հետո էլ ասում են խեր քաղաքականացնում։ Հասկացա։ Ուզում ասեմ, մենք ես անձամբ մասնակցելու եմ եւ կոչ կանեմ բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ պետքա դա շատ խիստ դնվի այս իշխանությունների առջև եւ խնդիրները լուծել, բայց որևէ դեպքում առաջի փուլում չքաղաքականացնել։ Առաջի փուլում սոցիալական հարցերը շարադրել ճիշտ, օրենքի շրջանակում պահանջել կատարվի, եթե ոչ, նրանց հետո քաղաքականացնել։ Շնորհակալություն զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Սիվիլների տաղավարում ես զրուցեցի Սամվել Բաբայանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։